Հա, մամ։ Նարե, կողքդ մարդ կա։ Ոչ մեկ, մենակ եմ։ Չխաբես, որովհետև ոնց հասկանում հերդ մի բան գիտի։ Հայկի մասին։ Ինչ Հայկ։ Ինչ պիտի իմանա Հայկի մասին։ Մամա, բա ինչ գիտի, ինչի մասին ես խոսում։ Նարե, չխաբես, լսում ես։ Քեզ հարց եմ տալիս, ինձ հստակ պատասխանում ես։ Դու հորքուրիցդ տեղեկություն ունես Հայաստանում, հա։ Նարե, բալես գոնե ինձ մի խափի, ասա ինձ, հորքուրդ ստեղ ա, ասում եմ հերդ մի բան գիտի։ Մամա, չէ, չգիտեմ, ես ոչ մի բան չգիտեմ։ Ախր հենց դու գիտես, դու ես իր հետ կապ պահում։ Մամ, ինչ ա եղել, բացատրի հասկանեմ, պապան տեսել է հորքուրին, հանդիպել են։ Համ տեղեկություն չունես, համ էլ անհանգստանում ես, որ կարող է հերդ հորքուրից տեսնի։ Մամա, դու ես հարցնում, ես էլ ուղղակի սովորական հարց եմ տալիս։ Դու ես ասում, որ հերդ գիտի լալան ստեղ ա։ Ես կխելագարվեմ, ազնիվ խոսք, կխելագարվեմ։ Մի խոսքով Լիլ, պատմությունը այսքան էր։ Ինձ թվում է ես ընդմիշտ այս 4 պատի մեջ եմ մնալու։ Գժվեցիր Սոն։ Ինձ թվում է ուղղակի այս անգամ պապադ շատ լավ ա ջղայնացել քո վրա։ Չէ, այս անգամ ուրիշ է, այս ուղղակի ջղայնություն չի։ Պապան ուրիշ ձև է տրամադրված։ Ախր ասում էի, մի բան սխալ ենք անելու։ Հաստատ սխալ ենք անելու։ Ես այդքան զգուշացնում էի քեզ։ Լիլ, լավ էլի հիմա էլ դու։ Հա ինչ սխալ եմ ասում։ Կարող է ձեր համար իմ արածը սխալ է։ Բայց եթե տարբերակ ունենամ, էլի եմ անելու։ Ոչ մի արածից համար չեմ փոշմանում։ Չես խրատվում էլի Սոնա։ Իրանք ուղղակի առիթից են օգտվում։ Մտածում են, որ վրամը չի կարա գա, ոչ մի բան չի կարա անի, դրա համար էլ իմ հետ սենց են վարվում։ Նենց ես ասում, ոնց որ քո ընտանիքի մասին չխոսես, հաստատ իրենք քո վատը չեն ուզում։ Հա, գիտեմ, սխալ են կարել ինչ-որ մի բան, դու միակողմանի մի նայ այդ ամեն ինչին, իրանց էլ է պետք հասկանալ։ Իսկ ես կարամ հասկանամ, դու հիմա եկել ես այստեղ որպես իմ ընկերուհի, թե մերոնց փաստաբան, եթե երկրորդ տարբերակն է Լիլ կարաս գնաս, ես նոր մեղադրանքների ներվեր չունեմ։ Սոն, հիմա էլ իմ հետ ես կռիվ անելու։ Ասենք ես քեզ ասում եմ, որ այս ամեն ինչը նենց չի ասում եմ նրա համար, որ դու նեղանաս։ Ես ուղղակի ասում եմ, որ ժամանակը ծախսես նրա վրա, որ մտքերդ ճիշտ դասավորես։ Հաստատ քո պապան միշտ քեզ հատուկ վերաբերմունք է ցուցաբերել, հնարավոր չի ինքը այս ամեն ինչը անի քո համար վատ բանից ելնելով։ Ուղղակի պետք է իրան էլ հասկանաս, պետք է ամեն ինչին միակողմանի չնայես, էլի եմ ասում։ Լիլ, հարցս կրկնեմ։ Եկել ես որպես ընկերուհի, որպես փաստաբան, թե խաղաղության աղավնի։ Ոնց որ գնալով պաշտոնս բարձրացնում ես, հա։ Իդեպ էս չայն է շատ քաղցրա։ Պապաս տանն է։ Չէ, ոնց որ մենակ Միքոն էր տանը։ Որ պապատ տանն է լինում, դուրս չես գալիս սենյակից։ Չէ, բայց խնդրում եմ խրատներ չտաս։
Ես քո հետ ծանծրանում եմ, ավելի լավ է ֆիլմ դնում նայենք։ Վրոմնա։ Ոյ մամա ջան։ Լիլ, խնդրում եմ, այնպես մի արա, որ քեզ էլ թշնամիների շարքին դասեմ։ Գժվել ես։ Ինչեր ես խոսում, ով է քո թշնամին։ Լիլ, որ խնդրեմ, դրան մոտ կկանգնես, ես որ խոսեմ, մարդ չկա։ Դու էլի ստիպում ես ես անեմ նենց բաներ, որի համար հետո պետք է արդարանամ կամ պատասխան տամ։ Ես էլ գիտեի ընկերուհի ունեմ։ Հա դե որ քեզ մնա ոչ ընտանիք ունես, ոչ ընկերուհի ունես, մենակ վրամ ունես։ Ինձ թվում էր գոնե դու ես ինձ հասկանում։ Սոն հավատա, ես քեզ հասկանում եմ։ Ու ամեն ինչի պատրաստ եմ քո համար, բայց ինչի է քեզ թվում, որ մենակ քո ընտանիքն է ձեզ խանգարում։ Ինչի է քեզ թվում, որ իրենք քեզ ընդունելու են։ Ընդունելու են։ Ասեմ ավելին, արդեն ընդունել են։ Այսինքն։ Լիլ, խնդրում եմ, գնա դրան մոտ, պետքա խոսեմ։ Դե ճարես ինչ, դու պետք է ասես, մենք անենք, եթե չանենք, ուրեմն վատ ընկերուհի ենք։ Սոն։ Ոնց ես։ Չգիտեմ, ամբողջ օրը ուշքո միտքս դու ես։ Ես լավ եմ, հանգիստ եղի։ Հերդ ու աղբերներդ հո քեզ բան չեն ասել։ Վրամ, եթե իրանք ինչ-որ բան էլ ասեն, ես գիտեմ, որ ինձ շատ են սիրում։ Ուղղակի նեղվում եմ այն փաստից, որ ինձ չեն հասկանում։ Մի քիչ էլ որ սպասես էլ ոչ մեկի հասկանալ չհասկանալուն չեմ նայի։ Ուղղակի պետքա կարողանամ արագ ոտքի կանգնեմ։ Այնքան կուզեի հիմա քո մոտ լինեի։ Ես հասկանում եմ, որ ինչքան ես ունեմ քո կարիքը, այդքան էլ դու ունես իմ կարիքը։ Հիմա առավել եւս։ Սոնա, ամեն դեպքում հերդ թող իրան այդքան լավ չզգա։ Ինչքան էլ մենք հիմա տարբեր պայմաններում ենք, բայց մեկ է ես ձեռքերս ծալած չեմ նստելու։ Ինչ որ բան ես մտածել։ Չէ, դեռ չեմ մտածել։ Ուղղակի ցույց տուր, որ ամեն ինչ նորմալ է, այդքան բան։ Բայց ոնց, եթե ոչ մի բանն էլ կարգին չի։ Սոնա, կարաս անես այն, ինչ որ քեզ ասում եմ հիմա։ Չեմ ուզում մտածեմ, որ լացում ես, վատ ես, որովհետև տենց ավելի վատ կզգամ ես ինձ։ Պետքա վստահ լինեմ, որ դու լավ ես, հանգիստ ես, որ ես էլ ստեղ հանգիստ լինեմ, լավ։ Մնացածը ես եմ անելու։ Այդ ամեն ինչը իմ գործն է, Սոնա։ Դու մենակ հանգիստ մնա։ Լավ, չեմ հասկանում, ինչ ես ուզում անել, բայց կանեմ այնպես, ոնց դու ես ասում։ Սոնա, պապա եկավ։ Լավ, պետք է անջատեմ։ Արի նստի, արի։ Վայ, ելը տես ես բահ ինչ խնդալու է։ Ես պետք է գնամ տուն։ Ես եթե մի քիչ էլ մնամ այստեղ, վախից սրտի կատված եմ ստանալու։ Լիլ, խնդրում եմ, մի գնա։ Չէ, ես իրոք պետք է գնամ, որովհետև սիրելի Սոնա, ես փող չունեմ հետ գցած սրտի ստենդի համար։ Լիլ, կլինի մնաս։ Չէ, մամային խոսք եմ տվել, այս անգամ պետք է իր մոտ մնամ։ Մամա այստեղ չի։ Արդեն էստեղ է, արդեն եկել է։ Ու ես պետք է գնամ։ Գիտեմ, որ փախնում ես։ Սոն, ես քեզ շատ լավ միշտ հասկանում եմ, այս անգամ էլ ինձ հասկացի։ Գնում ես արդեն։ Ինձ թվաց մնալու ես։ Չէ, դրա համար չէիր գալիս տուն։ Դրսում տաքսի է կանգնած։ Դու ես կանչել։ Հա, ես եմ կանչել։ Դեռ նեղացած ես։ Ումից։ Ինձանից։ Չէ, ես ո երեխա չեմ, որ նեղացած լինեմ։ Բայց նենց էլ չի, որ առաջվա պես ես։ Նորմալ է։ Մարդիկ իրենց սխալների վրա են սովորում։ Հաջողություն։ Հաջողություն։ Բալես, ես ինչ շուտ եկաք, բախորիկներ հա։ Ջերմուկում։ Ոնց, թողել ես հետ ես եկել։
Մամա, դա երկար կոնֆերանս էր, այդքան չէի սպասելու։ Մի րոպե սպասի, բամ դի հարցնեմ քեզ։ Մամ, հետո էլի։ Նարե, ես քեզ հարց տվեցի, դու տենց էլ նորմալ չպատասխանեցիր։ Լալա, այդ տեղյակ ես։ Մամա, տեղյակ չեմ։ Ինչ գիտեմ, ասել եմ։ Պապան սկսել է հարցեր տալ։ Գլուխս պայթում ամեն ճանապարհից ամեսօրվա ելույթներից։ Հավա ինչ կանի այ ախպեր։ Այսա մի բան խմեն կդզվես։ Ասում ես այդ լակոտն եկել էր հետևներից հետո։ Հա, բայց այդ կարևոր չի։ Կարևորն է նա, որ հասկանում ես շենջ խառը պատմություններ են։ Արմո մի անգամ ասել եմ, էլի եմ ասում։ Ես չեմ ուզում նենց ստացվի, որ թեկուզ մի քիչ Նարային նեղացնեմ։ Ասում ես ուղղակի կռված եք, բայց հասկանում ես այդ աղջիկը ուրիշ տղու հետ է շփվում։ Խոր, ես այդ լակոտին ինչ պետքա տեղը տեղին ասել եմ։ Ուղղակի իմացել է, որ Նարեն մենակ է, ես հետը չեմ դրա համար եկել է հետևից։ Իրենց հարաբերությունն էլ քո իմացած հարաբերությունները չի։ Նարեն դրան է օգտագործում իմ դեմ, մետ էլ առիթից օգտվում է Նարային անում բոլորից դեմ։ Նենց էլ չի, որ ես հանգիստ նստել եմ։ Ուղղակի շատ բաներ կա, որ ես չեմ կարող անել, որովհետև արանքում վրամուսակո կա։ Չեմ հասկանում, եթե լակոտն է սպանել Կարոյին, ինչի վրամուսակուն ուղղակի այդ տղուն Նարայի ճանապարհից չեն հանում։ Էդ էլ իրենց հարցրեմ։ Ինձանից ինչ հասնում է, ես անում եմ։ Հասկանում եմ, որ զարմանում ես խոր, բայց շատ բաներ կա, որ չեմ կարող ասեմ։ Դու էլ հասկացի, մի ընտանիք ենք համարյա։
Լավ, ես հիմա ինչ անեմ։ Ես էլ անհանգստանում էի, շատ ուշացար։ Ինչի։ Ամեն ինչ շատ լավ անցել։ Ավելի շուտ եմ հետ եկել քաղաք, որոշեցի մի քիչ քայլեմ քաղաքում։ Հա, հասկացա։ Ոնց ես։ Լավ եմ։ Կներես, հա, այսօրվա համար։ Իսկապես ինչ շատ վատ եմ զգում։ Դու 1000-ից 1 ես եկել, 1000-ից 1 մի բան էիր խնդրել ու սենց ստացվեց։ Ամեն ինչ նորմալ է, Նար ջան։ Այս բանը ավելի շատ դու ես ինձ անհանգստացնում։ Դե չէ, այն ժամանակ որ ես ձեր մոտ էի ապրում, դու իմ կես խոսքից ամեն ինչ անում էիր իմ համար։ Նար ջան, ամեն ինչ նորմալ է։ Հանգիստ եղի դու։ Ես գնացել եմ հետ եմ եկել։ Բայց այ քո վիճակը ինձ անհանգստացնում է։ Ո՞վ էր այդ տղան։ Կամաց խոսա, խնդրում եմ։ Չեմ հասկանում։ Եթե այդ տղան այդքան կա, որ դու ասում ես ընկերս է, ինչ ես վախեցած։ Այդ չեմ հասկանում։ Ես չեմ վախենում, բայց խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում։ Իսկապես հիմա պետք չի, որ մրանք իմանան Հայկի մասին։ Նա նորմալ է այս տարիքում թաքուն ընկեր ունենալը։ Դու երեխա չես։ Կամ մի բան կա, դրա համար դու ոչ մեկի չես ուզում ասես։ Խոր, առանց հարցեր տալու, ուղղակի խնդրում եմ հասկացի ինձ։ Երկար պատմություն է։ Ես ընդհանրապես չեմ շտապում։ Կներես, բայց ես հիմա ի վիճակի չեմ։ Բարի լույս։ Թող լույսը բարի լինի նրա համար, ով քնել է։ Ինչի չես քնել։ Նարե, երբ ես վերջին անգամ խոսել հորքուրիդ հետ։ Քո հետ եմ։ Մամա, էլի սկսեցիր։ Ինչը սկսեցի։ Երեք հարց տվեցի, չպատասխանեցիր։ Այսօր հարցնում եմ, երի թեման փոխում ես։ Չխաբես, Նարե։ Հորքուրդ Հայաստանում, հա։ Մամա, որտեղից ենթադրեցիր, որ հորքուրը Հայաստանում է։ Հերդ գերեզմանոցում է եղել, ինչ որ մեկին տեսել է։ Գերեզմանն է ծաղիկներ են եղել։
Լուսիկը չի եղել։ Հարցրել է։ Ով պիտի լիներ երեխուց գերեզմանին։ Չգիտեմ ինչ իմանամ, բայց կփորձեմ ճշտել։ Բալես խնդրում եմ իմացի, հա։ Ես չգիտեմ մեզ դա ինչ ա տալու, բայց ամեն դեպքում իմացի, լավ։ Ձայց Սակո, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Լավ անցավ կոնֆերանսը։ Հա, շատ լավ, սպասվածից ավելի։ Դե շատ լավ է։ Նարեի հետ ես գնացել, չէ։ Հա, Նարեն ինձ տարավ։ Ուղղակի երկար էր տևում, մտածեցի անիմաստ կլինի Նարեի սպասելը։ Դրա համար ասեցի, որ Նարեն հետ գա քաղաք, ինձ էլ մասնակիցները բերեցին։ Իզուր, կսպասեր Նարեն։ Հետո ես է ինձ ված գալու։ Խնդիր չկա տղա ջան։ Ձայց Սակո, ուզում եմ մի բան հարցնեմ, բայց Ասա Խորեն ջան, ինչ ա եղել։ սկզբում մտածում էի Նարեին հարցնեի, հետո հասկացա, որ կարող եմ վատ դրության մեջ դնել։ Ինչ ասա։ Արմոնն ու Նարեն նշանվել էին, չէ։ Անիկ Ջոջյան ու մաման, որ խոսում էին, տենց եմ իմացել։ Հա, նշանվել էին, ճիշտ ես իմացել։ Հիմա էլ իրար հետ չեն։ Խորեն ջան, ոնց ասեմ քեզ։ Արմոյի չեղած խելքի պատճառով Նարեն նշանը հետ տվեց։ Ես հնարավորություն տվեցի Արմոյին, որ կարողանա նորից Նարեի սիրտը շահի, բայց ես չգիտեմ այդ տղեն ինչով ազբաղված։ Հասկացա։ Ես օֆիս եմ գնում, կարող է գաս միասին գնանք, համել կիմանաս մեր օֆիսի տեղը։ Չէ, ավելի լավ է մնամ Վռամի հետ մի քիչ շփվեմ։ Ինչ եկել եմ ժամանակ չեմ տրամադրել Վռամին։ Շատ լավ, ապրես տղա ջան, լավ բան ես մտածել։ Դե լավ կտեսնենք։ Եղավ Ձայց Սակո ջան։ Ով գիտի Արմոն ինչով ազբաղված, Արմոն։ Նարե։ Հորքուր բարև։ Բարև։ Դու երեք գյուղից գնացել, Կարոյի գերեզմանից գնացել։ Հա, գնացել եմ։ Հայրը տա իրար խառնվել։ Դիտավորյալ ես արել։ Ընդհանրապես։ Բայց թող սովորի, որովհետև սրանից հետո ես եմ որոշելու երբ, որտեղ ու ոնց լինեմ։ Սրանից հետո ինքը բարբերաբար լսելու է իմ մասին։ Սրանից հետո ես իր ամենավատ երազն եմ դառնալու։ Հորքուր, բայց դու էիր ասում, որ չես ուզում ինչ-որ մեկը իմանա, որ դու ստեղ ես։ Բայց հիմա տպավորությունը, որ դու դիտավորյալ քեզ մատնում ես։ Ես լավ գիտեմ, թե ինչ եմ անում Նարե։ Լավ, հորքուր, կզանգեմ։ Հայկ ինչի ես եկել։ Ոնց չգայի։ Եկել եմ որ խոսանք հասկանանք իրար։ Եկել ես որ խոսանք, հասկանանք իրար, թե էլի հետևել ես ինձ թաքուն, տեսնես ում հետ եմ, որ գաս կռիվանես։ Վերջերս մենակ դրանով ես զբաղված։ Նարա ջան, ինձ էլ հասկացի է, որ զանգում եմ չես պատասխանում, մտքովս ինչ ասես անցնում է։ Հա, կարող է մի քիչ չափն անցել եմ։ Դրա համար էլ եկել եմ, որ հիմա խոսանք ու հասկանանք իրար։ Ինչ ես անում։ Չեմ պատրաստում ստեղ կանգնեմ ու այս հարցի մասին խոսամ։ Բայց ես կարող եմ ոչ միտեղ չեմ ուզում գամ քո հետ։ Ես ավելի լավ գիտեմ դու ինչ ես ուզում ու ինչ չես ուզում։ Արի։
Ինձ թվում է այս պահին էս էր ճիշտ։ Ապրես, ախպերես։ Ընդամենը 2 տարի չենք տեսել իրար, բայց ես ինչքան բան է փոխվել։ Ես ինչքան է փոխվել Հայաստանը։ Հա որ։ Հա, շատ է փոխվել։ Հայաստանից շատ մարդիկ են փոխվել։ Հնարավոր է, խոր ջան։ Գիտես ինչն է զարմանալու, որ Արմոն ու Նարեն նշանվեցին։ Դե հա, Արմոյի մասին գիտեի, որ սիրում է Նարեն, բայց Նարեն երբեք ոչինչ բան չէր ասել Արմոյի մասին։ Բաներ անցավ գնաց խոր ջան։ Այդ լավ է, որ անցավ ու ձեր հարաբերությունները չփոխվեցին, Արմոն դեռ գնում գալիս է։ Չէ, ախպերես, ինչի պիտի փոխվեր։ Ամեն ինչ նույնն է։ Իրանք նշանված եղել են, բայց ոչ մի լուրջ բան չի եղել հետո։ Հենց հա Արմոն իրան մի քիչ վատ պահեց մեր հանդեպ, բայց այն հարցը չէր էլի, որ չթողեինք տուն մտներ հետո։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Դու երեք քեզ շատ վատ պահեցիր ու ինձ շատ վատ դրության մեջ դրեցիր։ Հանալ է հասկանում եմ, կարող է երեք մի քիչ չափն անցել եմ։ Բայց դու էլ ինձ ճիշտ հասկացի։ Ես այդ տղուն հենց սկզբից չեմ հավանել։ Բայց հասկանում եմ, որ ձեր ընտանիքի մոտիկն է, ձեր հարազատն է ու լիքը բաների մեջ տեղավորվում եմ, բայց այդ չի նշանակում, որ ես քեզ այդքան պիտի զանգեմ ու դու իմ զանգերին պիտի չպատասխանես։ Դու ուղղակի ինձ չես վստահում։ Եթե ես քեզ չվստահի, հիմա ստեղ իրար հետ նստած չէինք լինի։ Այս թաքուն կյանքը, այս թաքուն հանդիպումները, ամեն պատահածից վախենալը իմ համար չի նարը։ Կամ ես եմ սխալ տեղում, կամ էլ դու ես շատ միամիտ։ Նենց չի, որ ես անիմաստ խանդի տեսարաններ եմ սարքում, չէ, ամեն ինչ էլ շատ լավ հասկանում եմ նարը։ Բայց այդտեղ մի հատ շատ մեծ բայց կա։ Ինչ բայց։ Այս նկարը Արմոնը գցել իր էջ։ Չէ, արի ճիշտ հասկանանք, ես Արմոյին հաստատ չեմ խանդում։ Ինչ ուզում ա լինի, Արմոյին չեմ խանդի նարը։ Ես դրան ամեն տեսնելուց չգիտեմ ինչ անեմ, բայց փաստորեն դուք լավ էլ ջերմ եք բոլորդ իր հետ։ Հայք չէ, ու եթե դու ինձ թողես, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Հա, բացատրի, որովհետև դրա համար ենք եկել ստեղ։ Ես չեմ եկել, որ մենք կռվենք։ Եկել եմ, որ հասկանանք իրար վերջապես նարը։ Որովհետև ամեն անգամ իմ ու քո կռիվներից հետո մեր մեջ ինչ-որ մի հատ շատ կարևոր բան կա, որ կարող է կորցնենք։ Այդ նկարը թյուրիմացություն է։ Այդ հասկանում եմ։ Ուղղակի գիտես ինչը չեմ կարողանում ընդունեմ, որ այսքան կատարվածից հետո դու հələ սենց միամիտ ես։ Ու Արմոն կարողանում է սենց բաներ կազմակերպի։ Արմոն ուղղակի այդ պահին օգտվել է առիթից։ Այդ նկարը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Հիմա էլ ինչ-որ սայթեր ա գցել ու իրեն լավացքում։ Իսկ չես մտածում, որ մի տեսակ շատ են պատահականություններն ու չպլանավորված դեպքերը։ Շատ չէ։ Ես չեմ մտածում ինչ կմտածի Արմոն, ինչ կանի, մնացածը ինչ կմտածեն, ինչ կանեն։ Իմ համար ամենացավոտն է, որ դու ես իմ հետ սենց վարվում ու սենց վերաբերվում ինձ։
Նարը ես քեզ վստահում ու հավատում եմ։ Բայց հենց խոսքը վերաբերվում է քեզ, ես կորցնում եմ ինձ։ Ու իմ արածներին հաշիվ չեմ տալիս։ Այդ տղեն, որ նոր էր եկել ձեր տուն, դու իմ վիճակը չես կարող պատկերացնես։ Ես գժվում եմ, երբ որ այդ տղեն ազատ էր պահում իրան քո հետ։ Բայց հետո հասկացա, որ ամեն դեպքում բարեկամի պես եք։ Ու մինչև հասցնում եմ Մարսեմ ինչ ա եղել, նոր բան ա լինում։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել երեկվա մասին։ Հասկացա։ Հասկացար, բայց չես հավատում, չէ՞։ Նարը էլի եմ ասում, ես քեզ հավատում ու վստահում եմ։ Ուղղակի կորցնում եմ ինձ այդ դեպքերում։ Երբ որ կողքդ ինչ-որ ուրիշ տղա է լինում։ Երբ որ դու այդ մարդու հետ ճամփա ես դուրս գալիս ու ես զանգում եմ քեզ, դու չես պատասխանում։ Ինչ մտածեմ, ասա։ Նորմալ չի, որ ինձ այդ պահերին կարող է կորցնեմ ու հաշիվ չտամ։ Ես ամեն պահի մտածում եմ, որ կարող է քեզ կորցնեմ։ Ես հասկանում եմ, որ քո համար կարող է այս պահին շատ վատն եմ։ Բայց ասում եմ, ինչ որ զգում եմ ու չեմ ուզում, որ քեզ կորցնեմ, Նարե։ Հայկ, դու ինձ երբեք չես կորցնի։ Այս անընդհատ թաքուն հանդիպումները ու այս ամեն ինչը, Նարե, շատ է խանգարում ինձ ու քեզ։ Շատ է ազդում իմ ու քո հարաբերությունների վրա։ Ու ես չեմ թողնելու, որ այդ լինի։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու ինձ հավատաս։ Ես քեզ հավատում եմ, Նարե։ Ես քեզ վստահում եմ, չեմ վստահում շրջապատի մարդկանց։ Չեմ վստահում այդ մարդկանց, երբ որ հարցը քեզ է վերաբերվում։ Ես չեմ ուզում ժամերը հաշվեմ, թե երբ է լույսը բացվելու, որ գամ խոսանք ու հասկանանք իրար։ Չեմ ուզում զանգեմ քեզ ու դու էլ չպատասխանես, որովհետև կողքդ մարդ կա։ Հայկ, ես անկեղծ ուղղակի չգիտեի այդ պահին ինչ անեի։ Դու հասկանում ես, մի կողմից ընտանիքս, մյուս կողմից դու։ Օքեյ, ես այնքան վստահ եմ, որ դու ինձ կհասկանաս։ Բայց քո գալ գնալուց հետո ինչ-որ բան է կատարվում ներսումս։ Կներես։ Ես չեմ ուզում, որ դու ջղայնացած զանգես ինձ, ես էլ ուրիշի պատճառով չպատասխանեմ զանգիդ։ Ու հետո ես շատ վատ վիճակի մեջ էի, երբ որ դու տես նեղացած ինձնից գնացիր, քնեցիր։ Դու ինձ կներես։ Ես պատկերացնում եմ, եթե ես լինեի քո փոխարեն ինչ կլիներ, հաստատ ինձ ավելի վատ կպահեի։ Էլ երբեք չասես, որ ես քեզ չեմ վստահում, Նարե։ Երբեք կասկածներ չունենաս, որ կարող է ես քեզ չհավատամ։ Ես քեզ միշտ հավատում եմ։ Ուղղակի ես իրավիճակն է ինձ սարքել, սենց ու ես պատմությունը ես իրավիճակի պատճառով սենց գնաց։ Ես հո հիվանդ չեմ, որ բարեկամիդ խանդեմ ու գամ անիմաստ խանդի տեսարաններ սարքեմ։ Դու բոլորի համար ազատ մարդ ես ու ես այդ տարածքում չկամ։ Այ էդ է ինձ ամենաշատը հունից հանում։ Հայկ, ես հասկացա քեզ։ Չգիտեմ, արդեն 1000 անգամ ասեցի երևի, որ քեզ վստահում ու հավատում եմ։ Նարե, դու գիտես, որ իմ համար միշտ առանձնացել ես քո ընտանիքում։ Միշտ։ Ու իմ մոտ անգամ նես տպավորությունա, որ դու Ադամյան չես։ Ես Ադամյան եմ։ Ասում եմ, դու ուրիշ ես։ Չէ, ես ուրիշ չեմ։ Ես Ադամյան եմ։ Ես այնքան մեծ հույս ունեմ, որ մերոնք, եթե անգամ քեզ չընդունեն, գոնե քեզ որպես թշնամի չեն վերաբերվի։ Ու ինչ-որ մի պահի կհասկանան, որ դու հատուկ չես արել, որ ուղղակի տենց կարոյի դեպքը ստացվել է։ Մենք գիտենք, որ մեր թշնամանքը երբեք չի անցնելու։ Եթե անգամ ձերոնք ինձ ներեն, ես իրանց երբեք չեմ ներել ու Նարե։ Ու աշխարհի որ ծայրում էլ լինեմ,
Հերդ պիտի անի այն քայլը, ինչ որ արես պապաս տարիներ առաջ ձեր տան մոտ։ Բայց դու այս պատմության մեջ չկաս։